Ձեզ խոստացել էի ցույց տալ, թե ինչպես եմ անում ահա այս նախշը, որը շատերին թվացել էր, թե ծաղկային գելով է արված, բայց իրականում արել եմ ուղղակի նկարելու օգնությամբ։ Բարակ վրձնով նկարել եմ գելի մեջ։ 5 օր, 5 տարբեր սեմինար, 5-ն էլ տարբեր թեմաներով։ Արժեքը ընդամենը 5000 դրամ։ Տեղերը՝ ծայրահեղ սահմանափակ։ Գրիր 555 ու ստացիր պայմանները։ Ողջույն, ես Նունեն եմ եւ դու գտնվում ես առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիքում։ Վերջապես ժամանակն է եկել հարդարելու իմ եղունգները, այստեղ դուք տեսնում եք տարբեր ֆորմաներ, տարբեր ժամանակահատվածում աճած եղունգներ, որովհետև իրականում տարբեր դասեր եմ բացատրել եւ տարբեր աշխատանքներ եմ ցույց տվել այդ եղունգների վրա։ Սկսում ենք նախկին նյութի հեռացումից եւ սա այն process-ն է, որի վրա իրականում մենք ընդհանրապես ժամանակ չպետք է ծախսենք, ու դրա համար մեզ անհրաժեշտ է լավ կերամիկական ֆրեզա, որը նախկին նյութի հեռացման համար է, եւ լավ բոր ապարատ։ Բայց այդ ամենից զատ նաև պետք է իմանալ ճիշտ հեռացման տեխնիկան։ Շատերը վերևից ուղղակի ներքև են իջացնում մաքրելու համար, իսկ ես իմ ուսանողներին սովորացնում եմ վերև-ներքև շարժումով մաքրել, որպիսի կրկնակի գործողություն լինի եւ շատ արագ ձեր գործը առաջ գնա։ Եղունգների վրա տարբեր հատվածներում, տարբեր տեղերում մենք կտեսնենք ճաքեր, որոնք բոլորը վերանորոգելու ենք այս հոլովակի ժամանակ։ Ինչպես բոլորիս է հայտնի, կերամիկական ֆրեզաների վրա կան տարբեր չափի ատամիկներ։ Փորիկի հատվածում ավելի խոշոր են ատամները, եզրի հատվածում ավելի նուրբ են։ Իսկ մեր եղունգի վրա կատարված աշխատանքը նյութը եւս այդպիսին է։ Փորիկի հատվածում ավելի հաստ շերտով է նյութը, իսկ կուտիկուլայի մոտ եւ կողքերում ավելի նուրբ է։ Հետևաբար, ֆրեզայի խոշոր ատամիկներով, այսինքն փորիկի հատվածով հեռացնում ենք ընդհանուր մարմնի վրայի նյութը ավելի հաստ տեղերում, իսկ ֆրեզայի քիթիկի հատվածի նուրբ ատամիկներով մշակում ենք կուտիկուլայի մոտ եւ նրա կողքերը, հեռացնելով գույնը, տոպը, ավելորդ հաստության գելը, եթե կա գել կամ բազան։ Ես 5 օրով գալիս եմ Երևան եւ Երևանում ունենալու եմ 5 օրյա սեմինար, 5-ն էլ տարբեր օրերի, 5-ն էլ բացարձակ տարբեր թեմաներով, ընդհանուր առմամբ 16 թեմա։ Բայց ես միշտ 16 թեմայով չեմ սահմանափակվում, ես երբ որ բան եմ բացատրում, միշտ իրա կողքից նոր թեմաներ են ծնվում ու ավելանում ու երբևիցե ուսանողների հարցերը աննկատ չեն մնում, իսկ ես հարցին չեմ կարող պատասխանել այո կամ ոչ։ Եթե ես պատասխանում եմ հարցին ուսանողի, ապա ինքը նորից դառնում է թեմա, այսինքն նորից եւս մեկ թեմա հնարավոր է ավելանա այդ դասերի ժամանակ։ Մեկ սեմինարի արժեքը լինելու է ընդամենը 5000 դրամ, բայց եթե կլինեն ուսանողներ, ովքեր կցանկանան 5 սեմինարներ ներկա լինել, ապա իմացեք, որ անգամ այդ 5 սեմինարի դեպքում դուք զեղչ եք ունենալու ու այդ մնացած բոլոր մանրամասներին, թեմաներին, զեղչերին ու նաև գրանցվելու համար պարտադիր հենց հիմա մեկնաբանության բաժնում գրում ենք 555 ու ստանում ենք ամբողջական պայմանները, գրանցում ենք հենց հիմա, որովհետև իսկապես շատ sense սերմ սահմանի մարդիկ կարող են մասնակցել, քիչ քանակի մարդիկ կարող են մասնակցել ու բնականաբար մարդիկ կլինեն, որ անմիջապես այս հոլովակից հետո կգրանցվեն, մարդիկ կլինեն կմտածեն երևի 3 օր հետո գրանցվեն, բայց այլևս հաստատ տեղ չի լինելու, որովհետև ես գիտեմ, երբ որ ես Երևանում ասում եմ, գալիս եմ Երևան սեմինար եմ ունենալու, մի քանի րոպեից այլևս տեղ չի լինում այդ սեմինարներին մասնակցելու համար։ Այդ իսկ պատճառով գրեք 555-ը, ստացեք թեմաները, օրերը, պայմանները ու արագ հասցրեք գրանցվել։ Սիրելի հետևորդներ, ընդհանրապես գրում եք իմ Instagram-ին եւ ստանում եք պայմանները այն դասընթացի, որի մասին քիչ առաջ խոսեցի։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք խորքային կոտրված ճկույտի վրայի եղունգը, ասեմ, որ սա շատ վերևում էր, մսի վրա էր եւ իրականում այդ կոտրվածքի պատճառով սա հարվածից էր եղել եւ այդ կոտրվածքի պատճառով այդտեղ առաջացել էր օնիխոլիզիս։ Հիմա այդպիսի կադր եւս ցես ցույց կտամ։ Օնիխոլիզիսը չի առաջանում միայն մատնահարդարման նյութերից, այն կարող է առաջանալ նաև տանը օգտագործվող ագրեսիվ մաքրող միջոցների պատճառով, խարտոցի դիրքը սխալ պահելու հետևանքով, ինչպես նաև շատ ուժեղ հարվածի եւ ճաքի պատճառով, որը եղել է իմ դեպքում։ Իսկ այս կադրում դուք տեսնում եք, թե որքան խորն է եղել ճաքը, երբ որ դա եղել է վերևում եւ դրա հետևանքով առաջացրել էր օնիխոլիզիս։ Մեկ ամսում բուժել եմ օնիխոլիզիսը, բայց այստեղ դեռ ճաքը արկա է, որովհետեւ սրա վրա նյութով փակված է եղել եւ ճաքը չի տեղաշարժվել։ Բայց երբ որ ես նյութը հեռացրել եմ, հիմա դուք նորից տեսնում եք այն նույն ճաքն ու կոտրվածքը, որի հետևանքով էլ առաջացել էր օնիխոլիզիս իմ ճկույտի եղունգի վրա։ Գրիր օնիխոբար մեկնաբանության բաժնում, ստացիր արտիկուլը, այն քսուկի, որի օգնությամբ բուժել եմ օնիխոլիզիսը մեկ ամսվա ընթացքում։ Եվ այսպես օնիխո գելով բուժելուց հետո ճաքը արդեն առաջացել է, հասել է, դուք ինքներդ տեսնում եք թե որտեղ, եւ սա հիմա պետք է ընդհանրապես վերանորոգել։ Կարևորը օնիխոլիզիսի դեմը առել ենք, ասում եմ ժողովրդական խոսքով ասած, եւ այն այլևս չի տարածվել եղունգի վրա։ Անցնում եմ կուտիկուլայի մաքրման գործընթացին ու դրա համար առաջինը բոլոր կուտիկուլաները կամ բահիկի օգնությամբ, այսինքն մետաղական փուշերի օգնությամբ կամ էլ փայտյա փուշերի օգնությամբ բացում ենք, բարձրացնում ենք, որպեսզի այնտեղ տեղ մնա, տեսեք ինչ կարգի է տարբերվում արդեն իսկ բացած կուտիկուլան եւ չբացած կուտիկուլան իրարից, որպեսզի այնտեղ մեր ալմազե ֆրեզան հեշտությամբ աշխատի։ Անցնում ենք ալմազե ֆրեզային։ Ես միշտ օգտագործում եմ Nunail բրենդի ալմազե ֆրեզաները, որովհետեւ իրանք մաքրում են ցանկացած տեսակի կոշտուկներ, ավելորդ ծիրեգիա, ինչպես տեսնում եք, այստեղ եղունգի հատվածից կոշտուկ կար, էդ էլ ինքը հեռացրեց ու այստեղ միշտ այս հատվածներում ինձ մոտ չորանում է ու ես միանգամից մաքրում եմ բոր ապարատի օգնությամբ։
մի կտրեք այդ հատվածները, որ հետո ավելի չկոշտանա։ Այս բանին բորապարատը միացված է forward ուղղության վրա։ Մի հատ կարևոր բան պետք է հիմա ձեզ ասեմ։ Իրականում վերջերս ուսանողիս հետ Միացյալ Նահանգներից ուղի միացումով միացել ենք եւ դաս էինք անում միասին, որովհետեւ ես on-line դասեր եմ վարում, ինչպես դուք տեղյակ եք, կամ միգուցե տեղյակ չէիք, հենց դեռ իմացաք։ Եվ բանից պարզվեց, որ նրա մոտ բորապարատի forward-ը այլ ուղղությամբ է պատտվում, հակառակ ուղղությամբ է պատտվում, ու դրա համար անպայման ձեզ ուզում եմ զգուշացնել, որ ի նկատի ունեցեք, եթե ասում եմ forward, ի նկատի ունեցեք, որ ձեր բորապարատի գլխիկ այս կուտիկուլայի համար նախատեսված ֆրեզան պետք է պատտվի ժամ սլաքի ուղղությամբ, այսինքն forward-ը հենց այդ է նշանակում, որ այս գլխիկը պատտվում է ժամ սլաքի ուղղությամբ։ Այ երբ որ ասում եմ պետք է արդեն միացնենք reverse, այդ ժամանակ պետք է պատտվի ժամ սլաքի հակառակ ուղղությամբ։ Ժամ սլաքի ուղղությամբ պատտվելու ժամանակ, այսինքն forward-ի ժամանակ մաքրում ենք մեջտեղից դեպի մեր, այսինքն մատնահարդարի, ձախ ուսի կողմը, հաճախորդի համար դա աջ ուսի կողմն են գնում, մեզ համար ձախ կողմում է, իսկ reverse-ի ժամանակ արդեն մաքրելու ենք մեջտեղից դեպի մեր աջ ուսի կողմը։ Ու անպայման ուզում եմ դրան ուշադրություն դարձնեք, որովհետև արդեն որոշ դեպքն է, ես հանդիպում եմ, որ լինում են մանավանդ արտերկրից դիմող ուսանողների մոտ, ես չգիտեմ ինչ գործանային պայմաններով են արտադրվում այդ ապարատները, որ միտեղ forward-ը այլ ուղղությամբ է պատտվում, միտեղ այլ, բայց նկատի ունեցեք եւ ուշադիր եղեք, անպայման սա շեշտեմ, որովհետև շատերը լսում են ինձ, միացնում են forward, անում են, տեսնում են կուտիկուլան մաքրելու տեղը ծալվում է բորապարատի տակ, գլխիկի տակ, ու այդպես չեն պատկերացնում, թե ինչումն է խնդիրը։ Դրա համար անպայման ուզում եմ դա շեշտել, որ դուք ի նկատի ունենաք։ Միգուցե ձեր բորապարատը հակառակ կողմով է պատտվում։ Այդ 5 օրյա սեմինարների, մեկ սեմինարի արժեքը, մեկ օրվա սեմինարի արժեքը լինելու ընդհանրապես 5000 դրամ, բայց կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան մեկ սեմինարին մասնակցել, ու կլինեն մարդիկ, ովքեր կուզենան 5 օրներ ներկա գտնվեն, 5 օրվա դեպքում արժեքը կզեղչվի։ Ընդհանուր առմամբ լինելու է 16 թեմա, ու գիտեմ հենց հիմա ինչ հարց եք տալու, արդյոք սերտիֆիկատ կստանաք թե ոչ։ Բնականաբար ստանալու եք սերտիֆիկատ, եռալեզու թարգմանված եւ միջազգային, որով կարող եք աշխատել եւ Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս ցանկացած երկրում։ Ես վստահ եմ, որ առաջին երկու հոլովակից հետո այլևս այդ սեմինարների համար տեղ չի լինելու, այնպես որ հենց հիմա մեկնաբանության բաժնում գրում ենք 555 ու ստանում ենք բոլոր պայմանները ու արագ գրանցվում ենք։ Դե ինչ կհանդիպենք մի քանի օրից Երևանում։ Շարունակենք կուտիկուլայի մաքրման ընթացքը, այ հիմա նոր բորապարատը պատտվում է reverse ուղղությամբ եւ մաքրում այս կողմը տեսեք որքան կոկիկ մաքուր մաքրվում է։ Աշխատում ենք երբ որ ալմազե գլխիկը գնում է կուտիկուլայի տակ, տեսեք այս կադրում լավ երևում է, գնում է կուտիկուլայի տակ, պետք է հպվի կուտիկուլային եւ կուտիկուլան կարծես սանրելով, մաքրելով դուրս գա, այլ ոչ թե անընդհատ տաշենք եղունգը։ Եթե դուք զգում եք, որ բորապարատը կոպիտ է առաջ գնում, սեղմվում է, շատ փոշի է դուրս գալիս, նշանակում է դուք ուղղակի տաշում եք եղունգը։ Իսկ եթե հանգիստ քայլերով առաջ է գնում, մաքրվում է եւ թեփուկավոր տեսքով է դուրս գալիս, նշանակում է դուք մաքրում եք արդեն կուտիկուլայի տակ եղած մեռած մաշկը։ Իսկ հիմա եկեք կտրենք բոլոր կուտիկուլաները, հեռացնենք։ Ես սիրում եմ օգտագործել կտրող գործիքների մեջ մկրատ, բայց դուք կարող եք օգտագործել նաեւ կուսաչկաներ եւ թվիզերներ, որը որ ձեզ հարմար է։ Իրականում երբևիցե ուսանողներից չեմ ստիպում, որ պարտադիր ինչ որ այն ինչ որ ես եմ օգտագործում, այդ օգտագործեն, ուղղակի ցույց եմ տալիս, առաջարկում եմ իմ տարբերակը, ուսանողը ինքը կատարում է իր ընտրությունը։ Այ հիմա ամենակարևորի մասին ասեմ։ Այն ուսանողները, որոնք այդ 5 օրյա սեմինարներից ոչ թե մեկական, երկուական սեմինարի կմասնակցեն, այլ 5 օրներ կմասնակցեն սեմինարի, այդ ամբողջը կհամարվի բազային կուրս եւ դուք կարող եք ստանալ եռալեզու դիպլոմ, այո, սերտիֆիկատի հետ, նաեւ կարող եք ստանալ դիպլոմ, որովհետեւ այն կհամարվի ամբողջական կուրս։ Գրեք 555, ստացեք բոլոր պայմանները, թեմաները ու օրերը։ Սիրելի հետևորդներ, նաև ամեն ամսվա 1-ից ես ունեմ on-line կուրս, որի 2 ամսվա համար դուք վճարել եք ընդամենը 25000 դրամ։ Հիմա մենք սկսում ենք հուլիսի 1-ից կուրսը, հաջորդ կուրսը օգոստոսի 1-ից է սկսվելու։ Հուլիսի 1-ի համար չեմ կարծում, որ արդեն իսկ կհասցնեք գրանցվել, բայց օգոստոսի 1-ի համար վստահ եմ հասցնելու եք, այնպես որ գրում եք իմ Instagram-ի էջին եւ ստանում եք 2 ամսյա կուրսի բոլոր պայմանները։ Իսկ հիմա առաջին հերթին վերանորոգելու եմ ճկույտի կոտրվածքը, որպեսզի մնացած գործողությունները ավելի արագ առաջ գնան, այլ ոչ թե կատարեմ ինչ-որ գործողություն կամ հասնեմ այդտեղ ու տեսնեմ, որ եղունգը վերանորոգված չէ։ Ինչ ենք անում։ Փոշե զրկում ենք եղունգը, որպեսզի ունենանք չոր, կպչուն մակերես մեր եղունգի համար նախատեսված։ Հիմա մի բան ասեմ ծիծաղելու եք, ուրեմն մոնտաժի ժամանակ նոր հիշեցի, որ ես այդ ճկույտի եղունգը ապակյա թելիկով չեմ վերանորոգել, որովհետև ընդհանուր ես լիցք եմ արել բոլոր եղունգների վրա ու հետո տաշել եմ, տակից բնական եղունգը հանել եմ ու այդ իսկ պատճառով ճկույտի վրա այլ գործողություններ չի արել, այնպես որ փաստորեն ձեզ խաբեցի։ Հիմա այս էտապում ընդհանրապես ընտրել եմ վերին ֆորմաները բոլոր եղունգներին համապատասխան, ու քանի որ անելու եմ ոչ շատ երկար քառակուսիներ, ընտրել եմ միանգամից բնական քառակուսաձևի համար նախատեսված վերին ֆորմաները, այլ ոչ թե կամարային մոդելավորման համար նախատեսվածը։ Նունեյլ բրենդի կաթնային գել եմ լցրել մեջը ու հիմա տեղադրում եմ եղունգի վրա, խնդրում եմ ուշադիր նայել ինչպես եմ այն տեղադրում։
Իդեպ այստեղ կադրում նկատեցի, բազան քսելուց չորացնելուց հետո բազան նույնպես նույն բրենդ է, որ կադրում ուղղակի եղունգները շատ կարմիր են երևում, բայց իրականում բացարձակ ոչ մի խնդիր չկա, ոչ ցավոտ է, ոչ տաշած է, ոչ մի խնդրեմ չունենք։ Զուտ, տեսեք, այստեղ անգամ լույսը կարգավորեցի, գույնը անցավ։ Շատ կարմիր էր, անգամ ես սկսեցի անհանգստանալ, բայց իրականում ոչ մի խնդիր չկա։ Ահա այն թվերը, որոնք այս պահին ձեզ հետաքրքրում են, սրանք այն թվերն են բոլորին, որ ես լինելու եմ Երևանում եւ ունենալու եմ 5 հատ տարբեր սեմինարներ ու մեկ սեմինարի արժեքը լինելու է ընդամենը 5000 դրամ։ Բայց նրանք ովքեր կցանկանան 5 օր մասնակցել, իրենց համար կզեղչվի։ Ստանալու եք սերտիֆիկատ, 5 օրվա մասնակիցները նաև կարող են ստանալ ովքեր 5 օր են մասնակցել, նաև կարող են ստանալ դիպլոմ։ Ընդհանուր առմամբ լինելու է 16 թեմա, իսկ մնացած բոլոր մանրամասներին ծանոթանալու ու հասցնելու համար, որ հասցնեք գրանցվեք, մեկնաբանության բաժնում գրեք 555 թիվը ու հասցրեք գրանցվեք, եթե արդեն կհասցնեք։ Տեղադրում եմ վերին ֆորման այնպես, որ տեսեք վերևում շատ քիչ նյութ է կսված, երբ որ ես դնում եմ սեղմում, արդեն նյութը գնում այնտեղ, որտեղ ինձ պետք է, ձեռքը ստանում եմ լամպի տակ, որպեսզի ինքնուրույն չորանա։ Բոլոր եղունգները հատ առ հատ այդպես եմ անում, իրականում արդեն իսկ չափերը վերցրել եմ եւ վերին ֆորմաները շարել եմ ինձ մոտ, որ գործս արագանա։ Հիմա իրականում տեղեր կան, որ եղունգը ստակից կախված է, բայց դա խնդիր չէ։ Միևնույնն է, ես հիմա բորապարատով հակառակ կողմից մաքրելու եմ, որ ունենամ սիրուն մաքուր քառակուսիներ։ Իսկ ինչի համար եմ տալիս այդքան շատ թեմաներ ես դասընթացների ժամանակ, որովհետեւ ձեզ մոտ ձեր աշխատանքային ամբողջ պրակտիկայի ընթացքում ամսական մի քանի 100 հոգի մարդիկ են գալու սվասարկելու համար եղունգները եւ նրանցից ոչ ոքի եղունգները միանման չեն եւ միանման աշխատանք չեք տանելու ոչ մեկի եղունգի հետ։ Ու դրա համար դուք սովորում եք շատ տեխնիկաներ, որովհետեւ տվյալ հաճախորդը երբ որ գալիս է ձեզ մոտ, նախ ուսումնասիրում եք եղունգի տեսակ, իդեպ եղունգի տեսակները եւս ներառված է, եւ հասկանում եք թե տվյալ եղունգների հետ ինչ աշխատանք է պետք տանել ու հիշում եք նույնիսկ սովորացրած այդ տարբեր տեխնիկաները ու աշխատում եք բնականաբար տվյալ եղունգին համապատասխան տեխնիկայով։ Ու դրա համար իմ դասերի ժամանակ դուք սովորում եք այդքան շատ գործ միանգամից։ Օրինակ հիմա հունիսի 1-ից մենք ունենք 2 ամսյա on-line կուրսը, որի մեջ ներառված է ամեն ինչ՝ վերին ֆորմաներ, թղթե ֆորմաներ, գելով աշխատանք, պոլիգելով, ակրիլիկ փոշիով, գելային ծիպսայով, խարտման տեսակներ, օմբրե, ֆրենչ, ձեռքի հիմտեցման վարժանքներ, մի խոսքով չսովորելու հնարավորություն ուղղակի չկա, չեք կարող չսովորել, վերջում եք այդ դասընթացը ու դառնում եք գործին խելացի մոտեցում ցույց տվող մասնագետ։ Օր չի մնացել գրանցման համար, այնպես որ հենց այս հոլովակի տակ գրում ենք հունիս բառը, ստանում ենք պայմանները, արագ գրանցվում ենք։ Կարող եք լինել եւ Հայաստանից դուրս ցանկացած երկրից։ Սիրելի հետևորդներ, 2 ամսյա կուրսը սկսվում է հուլիսի 1-ից, բայց դուք կարող եք արդեն իսկ գրանցվել օգոստոսի 1-ի համար։ Իսկ եթե այնպիսի ժամանակահատվածում եք դիտում դուք հենց հիմա այս վիդեոն, որ ոչ օգոստոս է, ոչ էլ հուլիս է, այլ օրինակ այլ ամիս է, խնդիր չէ, առաջիկա ամսի 1-ից սկսվում է այդ նույն դասընթացը։ Այսինքն ամեն ամսվա 1-ից ես ունեմ 2 ամսյա կուրս, որի 2 ամսվա համար վճարում եք ընդամենը 25000 դրամ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե ինչ հարթ է սկսվում նյութը բնական եղունգի վրայից, միայն մեջտեղի մատի վրա կար մի փոքր աստիճանիկ, բայց խնդիր չի։ Հիմա ես սա անպայման նախ եւ առաջ բորապարատով կմշակեմ, որպեսզի գործս մի քանի անգամ արագանա։ Ու հիմա վերցնում եմ նախ եւ առաջ նկարչություն ենք անելու, որովհետեւ ձեզ ցույց եմ տալու, թե ոնց է ստացել այդ էֆեկտը։ Վերցնում եմ Nail Brand-ի Save Gel լաքը, որը կարծես գել ներգրինի այնքան դրա պիգմենտը ուժեղ է, ու փոքրիկ արագ այսպես բարակ վրձնով գծիկներ եմ նկարում եղունգների վրա։ Սրանք մեր ապագա ծաղիկների պոչիկներն են։ Ու մեջտեղի մատի այն կողքի բացածը թող ձեզ չանհանգստացնի, որովհետեւ իրականում ոչ թե այդտեղ է պակաս նյութը, այլ այն ավել կախվածը պետքա խարտենք ու հավասարացնենք մնացածին, այնպես որ անհանգստանալու ոչինչ չկա։ Ահա, խնդրեմ, այսպես փոքրիկ գծիկներ ենք նկարում բոլոր եղունգների վրա ու ժամանակ առ ժամանակ շատ արագ չորացնում եմ լամպում, որովհետև մինչև շարունակեմ մնացածը այդ գծիկները կարող են ձուլվել եւ այլևս իմ ուզածը չի լինի։ Իսկ հիմա նախընտրելի գույնը վերցնում եմ կրկին ու Nail Brand-ից եւ նկարում եմ ծաղիկների թերթիկները արդեն այս գծիկների եզրերի հատվածում։ Այս երկու եղունգը ոնց իրար նմանեցնեմ։ Նույն հաճախորդի երկու ցուցամատերի, մեկի մարմինը մեծ է, մյուսինը նեղ։ Ինձ հարցրեց ուսանողուհիս, իհարկե նա ուղարկել էր այլ նկար։ Իսկ ես կբացատրեմ այս մոդելի վրա։ Ու սա վերաբերվում է ոչ միայն մատնահարդարին, այլ նաեւ հաճախորդներին։ Քանի որ շատերը պատկերացում չեն կազմում, որ եթե նույն մատների մեկի եղունգը ավելի լայն է, մյուսինը նեղ, սա բնություն է։ Սրա դեմ ոչինչ դուք չեք կարող անել։ Ձեզանից ընդհանրապես պահանջվում է ամեն եղունգի հետ աշխատել այն կերպ, ինչքան որ ինքն է թույլ տալիս, ուղղակի արտաքին տեսքից մոտավորապես դարձնել իրար հավասար ու իրար նման։ Եվ անգամ ծածկույթից հետո այդ եղունգի տեսքը չի փոխվելու, այն կլինի էսթետիկ, գեղեցիկ, բայց միևնույն է, լայն մարմնովը կմնա լայն, իսկ նեղը նեղ։ Իսկ եթե միանաս հուլիսի 1-ից սկսվող իմ on-line կուրսին, դու էլ կդառնաս ամենագրագետ մատնահարդարներից մեկը։
Եվ այսպես այս եղունգների վրա նկարելու պահին զգացի, որ կարծես շատ կալորիկ են լինում այս ծաղիկները եւ չուփաչուփսիկների են նմանվում, փորձեցի մի փոքր թերթիկներ էլ ավելացնել եւ արդյունքում ունեցա սա։ Ու հիմա բոլոր եղունգների վրայից ծածկում եմ Nail Brand-ի ամրացման գելով, այսինքն այլևս ոչ թե վերցնում եմ կառուցողական գել, այլ վերցնում եմ հենց սրվակով ամրացման գելը, որը ունի իր վրձինը ու մի քանի անգամ արագացնում է իմ կատարվելիք աշխատանքը։ Ստեղծում եմ թաց հատակ եւ դնում եմ հաստ կաթիլ, որը կծածկի իմ ծաղիկները։ Ինձ պետք է որպեսզի կաթիլը լինի հաստ, հակառակ դեպքում արտահայտիչ կերևա, որ այստեղ իրական ծաղիկներ չեն, այլ ընդհանրապես նկարված է գել լաքերով։ Իսկ երբ որ ես այսպես ծածկել եմ, բացարձակապես չի էլ հասկացվել, որ սրանք ծաղիկներ չեն։ Իդեպ ասեմ, մենք պոչիկները ճիշտ է սև գույնով ենք նկարել, բայց այսպես գելակի տակ կարծես կանաչ գույնի էֆեկտ է ստացվել, ու եթե մինչև այսօր ոչ ոք չէր նկատել, որ սևով եմ արել պոչիկները, ինձ թվում է ոչ էլ ես, եթե ես չհասեի, ոչ էլ պատկերացնելու էիք, ու ահա խնդրեմ ինչ ունենք այս պահին, հիմա պետք է խարտել։ Բայց խարտելուց առաջ բոլոր եղունգները ծածկելու ենք տոպով, որ ունենանք իդեալական աշխատանք։ Իսկ եթե խարտեմ վերջացնեմ, հետո նոր քսեմ տոպը, այդ դեպքում կունենամ կլորիկ եզրեր եւ այն հստակ քառակուսի չի լինի։ Նայեք, այս շամպույնը ես այնքան երկար եմ մշակել, որ ինքը այսպես լինի։ Մի հատ տեսեք, սենց շամպույն դուք երբևիցե չեք օգտագործել։ Տեսեք, սենց կազմություն ունեցող շամպույն։ Ես վստահ եմ, որ դուք ոչ միտեղ ոչ տեսել եք, ոչ լսել եք, ոչ էլ օգտագործել եք։ Հիմա ես իմ նուշի բոլոր պրոդուկտները շատ եմ սիրում, բայց հենց հիմա սա թողել եմ մի կողմ, ու հիմա շատ սենց ակտիվ ձևով փորձարկում եմ այ հենց այս շամպույնը, ու սրա մեջ բացառապես բնական պրոդուկտներ են, ու իրան հենց տարան բացեցիք, պետք է իրան օգտագործեք 6 ամսվա ընթացքում, որովհետև ինքը շատ արագ կարող է փչանալ։ Հոտից էլ դուք մի անգամից կզգաք, որ ինքը բացառապես բնական հումքերով պատրաստված է, ու իր մեջ հենց եղինջ է լցված։ Սա իմն է, ես եմ օգտագործում։ Ես ես ցույց տամ հիմա փակ վիճակում մեր հրաշք շամպույնը, այն չեմ բացի ձեզ ցույց տալու համար, ամբողջը գրված է եւ բաղադրություն եւ օգտագործման եղանակը եւ որտեղից կարող եք ձեռք բերել, մի խոսքով, սա եղինջով տարբերակն է։ Ունենք սրա նանայով տարբերակը։ Ինչի համար է նախատեսված նանայով տարբերակը։ Ամռան շոկին շատ հաճախ մեր գլխամաշկը քրտնում է, ու իրականում այդ քրտնելու պատճառով շատ արագ կեղտոտվում մազերը կամ յուղոտվում, ու դրա համար վերցնում եք նանայով տարբերակը։ Ինչպես նաեւ ունենք սրա ռոզմարինով տարբերակը, ռոզմարինի մազերի աճեցնելու ուժի մասին ընդհանրապես չխոսամ, հա, ինքը դադարեցնում է մազաթափությունը, թեփը շատ լավ սնուցում է գլխամաշկը, ինչպես ես լիքը նորաճած մազեր ունեմ, որովհետեւ այս ընթացքում որ մանավանդ մեր սկրաբը շատ ակտիվ կերպով օգտագործեցի, լիքը նորաճած sense կարճ մազեր կան, որ ֆենում եմ ինքը ավելի արտահայտիչ երևում է։ Եթե դեռևս նկատում եմ անհարթություններ, ապա ասեմ, որ տոպով հարթեցնելու իրավունք եւս ունեմ։ Կարող ենք ստեղծել թացատակ ու դնել կաթիլ, բայց այս դեպքում շատ փոքր, որովհետեւ տոպը շատ հաստ, եթե մենք արեցինք, այն կծորա, ավելի ջրիկ կոնսիստենցիա ունի։ Հիմա պետք է խարտենք եղունգները վերջնականապես ու դրա համար գործը արագացնելու համար բոր ապարատով անմիջապես կտրում եմ։ Հիմա կասեք նույն ջան, բա ինչի մի քիչ այդքան շատ երկար էիր թողել, մի քիչ կարճ կարող էիր անել ու կկտրեիր, այդ դեպքում արդեն քիչ նյութ կօգտագործեիր, քիչ ժամանակ կծախսեիր։ Ասեմ, որ ժամանակից վրա ոչինչ չի ազդել, նյութը համաձայն կլինեմ ձեզ հետ այդ դեպքում, բայց այդ դեպքում էլ այսպիսի հստակ քառակուսիներ չլինի եւ եղունգների եզրերը շատ ներքև կախված կլինեին։ Օնլայն դասընթացով արդյոք կարելի է սովորել մատնահարդարում։ Դելի հետևորդներ, օնլայնը այս պահին մեր կյանքի գերակշիռ մասն է կազմում, եւ ես ինքս արդեն իսկ ապացուցել եմ տարիների ընթացքում, որ օնլայն կերպով կարելի է սովորել մատնահարդարում, կարելի է ձեռք բերել մասնագիտություն եւ աշխատել։ Ու այդ մասին ոչ թե ես եմ խոսում, այլ իմ ուսանողների կատարած աշխատանքները, շատ չեմ ուզում երկարացնել, այս պահին երկու գործող դասընթաց ունենք։ Մեկը հունիսի 1-ից սկսվող 2 ամսյա օնլայն կուրսն է, որի արժեքը տեսնում եք ձեր էկրաններին, եւ եթե ուզում եք միանալ այս կուրսին, ապա ժամանակ ընդհանրապես չի մնացել, գրում ենք մեկնաբանությունների բաժնում հունիս բառը, եւ հաջորդը հուլիսի 5-ին կայանալու է իմ օնլայն սեմինարը, որի գլխավոր թեման է լինելու սենդվիչ ֆորմաները եւ վերին ֆորմաները։ Սեմինարը բավականին մատչելի է լինելու, իսկ գիտելիքի առումով ես ուղղակի վստահեցնում եմ, որ դուք շատ մեծ ու կարեւոր գիտելիքներ եք ստանալու եւ սենդվիչ ֆորմաների եւ վերին ֆորմաների մասին, ովքեր որ իմ դասընթացներին մասնակցում են, իմ էջերին հետեւում են, գիտեն ես ինչպես եմ գիտելիքը տեղացնում։ Այնպես որ եթե դու ես ցանկանում բաց չթողնել այդ օնլայն սեմինարը, ապա մեկնաբանությունների բաժնում գրում ես սենդվիչ բառը եւ ստանում ես պայմանները։ Արագ գրանցվում ենք, որպեսզի հասցնենք միանալ։ Բոր ապարատից հետո խարտոցի օգնությամբ վերջնական տեսքը տալիս եմ, իսկ ամենավերջում արդեն իսկ կխարտեմ եղունգների տակերը, որպեսզի նուրբ սիրունիկ եզրեր ստանանք։ Այստեղ ձեր աչքի առաջ կտեսնեք, թե հիմա ինչպես այս անհարթությունը շատ արագ կդարձնենք հարթ, կոկիկ, գեղեցիկ անկյուն մեր եղունգի համար։ Իմ հոլովակներում սկզբից մինչև վերջ այնքան շատ ինֆորմացիա կա, որը շատ պետք է ձեզ։ Տեսեք, որքան գեղեցիկ բնական քառակուսիներ ունեցանք, շատ սիրուն կամարային եզրերով, չնայած նրան, որ սա հստակ քառակուսաձև կամարային մոդելավորում չէ, սա բնական եղունգներ է, բայց ամեն դեպքում չէ, որ բնական եղունգը եւս ունի իր կամարը եւ բնական եղունգին համապատասխան շատ գեղեցիկ եղունգներ են ստացվել։ Ուսանողը հարցնում է, թե նմանատիպ եղունգի դեպքում ինչ անել։ Ձեր հետևորդներ պատասխանել եմ նրան, հիմա ձեզ էլ կասեմ, դուք էլ իմացեք, երբևիցե նմանատիպ խորը կոտրվածքով եղունգը
ահա, այսպիսի խորը կոտրվածքով եղունգի վրա ոչ մի տեսակի նյութով չենք փակում։ Ինչպես տեսնում եք, արկա է բաց վերք։ Ինչքան էլ որ լավը կլինեն ձեր նյութերը, կապ չունի, բաց վերքի վրա ոչ մի տեսակի նյութ պետք չէ դնել, որովհետև դրանց մեջ կա կոմպոնենտներ, որոնք բնականաբար ավելի վատ վիճակի կհանգեցնեն տվյալ եղունգը։ Փակում ենք սանտավիկով կամ բինտով ու որոշ ժամանակ անց, մոտավորապես 1 շաբաթ հետո կարելի է բացել, արդեն այդտեղ կլինի փակված վերք ու դրա վրա կարելի անել աշխատանք։ Բայց երբևիցե նման վիճակով եղունգի վրա աշխատանք չի կարելի անել, որովհետև կբորբոքվի, այրոց կառաջանա եւ այլն։ Հազար մի խնդրի առաջ կարող եք կանգնել։ Ահա եւ վերջնական աշխատանքը, սիրելի հետևորդներ, ինչ գովազդներ որ տեսակ այս վիդեոյի մեջ, բոլոր դասերի, պրոդուկտների համար կարող եք գրել մեզ Instagram-ի էջում եւ մասնակցել ու բաց թողնել ոչ մի բան, ինչ որ տեսակ ինձ մոտ։ Վերջնական աշխատանքը ուղղակի շլացուցիչ է ու ամենակարևորը երկու ձեռքս միանման է, որի համար շատ ուրախ եմ։ Մատնահարցարները ինձ կհասկանան, հազվադեպ է ստացվում, հատկապես երբ որ դուք շատ բաներ եք փորձարկում ձեր ձեռքերի վրա, կարծես շատ ուշուշա լինում, հա, երբ որ մեր երկու ձեռքը միանման է լինում։ Ու ձեզ էլ շատ շնորհակալ եմ, որ դիտեցիք հոլովակը մինչև վերջ, դա ինձ օգնում է, տալիս է մոտիվացիա, որպեսզի ես ձեզ համար լրիվ նոր հոլովակներ պատրաստեմ ու լիքը լավ նյութերով։ Կհանդիպենք։